Բարի լույս, սիրելիներ, այսօր ճանապարհին խոսելու եմ չարանալու եղանակներից մեկի մասին։ Վերջերս երեք դեպք պատահեց, երբ ինձ մոտեցան ասելով, որ այսինչ մարդը շատ չարն է, մենք ամեն օր գրեթե իրեն տեսնում ենք եւ մտածում ենք, որ ինքը մեզ թուղթուգիր է անում եւ այլն, չարությամբ է լցված։ Ես անմիջապես հիշեցի Ադամի եւ Եվայի զավակների Կայինի եւ Աբելի պատմությունը։ Երբ Կայինը չարացավ Աբելի դեմ եւ սպանեց Աբելին։ Սատանայի ցանկությունը հենց դա է, որբիսի մենք մեկս մյուսից դեմ չարանանք։ Չարանանք նախանձից ելնելով, հպարտությունից ելնելով։ Սատանան այնպես է անում, որ մենք իր դեմ չչարանանք, եթե չարանալու խնդիր ունենք։ Մենք իր վրա չկենտրոնանանք, այսպես ասած, այլ կենտրոնանանք մեկս մյուսիս վրա եւ սկսենք հոշոտել ճագերտներով մեկս մյուսիս։ Ուրեմն սիրելիներ, որքան էլ մեր կողքինը վատն է մեր պատկերացումով, որքան էլ վատ մարդ է եւ վատ արարքներ է անում, հիշեք, որ չարն է նրան դրդում դրան, չարն է նրան առաջնորդում։ Այո, երբեմն իր կամքով, երբեմն էլ իր կամքին հակառակ անկիդակցաբար, երբեմն էլ չհասկանալով, որ ինքը տրվել է չարին։ Ամենայն դեպս, փորձեք առաջին բանը աղոթք անել այդ տեսակ մարդկանց համար։ Աղոթեք, որպեսզի դուրս գան այդ չար ապրումներից։ Եթե ոչ, Աստված իրենց դատավորն ու Տերը, Աստված գիտի ինչ է անում մարդկանց հետ։ Այնպես որ սիրելիներս, մի չարացեք մարդկանց հանդեպ։ Հիշեք, որ չարը նրանց օգտագործում է։ Եվ օրերից մի օր Աստված ինքը ցույց է տալու այս ամեն ինչը մեզ, որպեսզի մենք տեսնենք եւ հասկանանք։ Այլապես չարության դեպքում մենք իրար ենք անգամ սպանելու, պատրաստ լինելու սպանելու, թեկուզ հոգևոր առումով։ Ուրեմն այս առումով կուզեմ, որ այս գիտակցությունը ունենանք յուրաքանչյուր մեկս այսօր։ Չարանալ ոչ թե մարդու դեմ, այլ հասկանալ, որ չարը նրան օգտագործում է, չարը նրան առաջնորդում է եւ նա տրվել է չարին, առանց հասկանալու անգամ, երբեմն էլ հասկանալով եւ գիտակցաբար, բայց դա էլ չի նշանակում, որ մենք պետք է չարանանք իր դեմ։ Մենք պետք է խաղաղ մնանք, հանգիստ մնանք, որտեղ մենք Աստծո հետ ենք։ Այս գիտակցությունը մեզ պետք է։ Մնացածը Աստված կտնօրինի այնպես, ինչպես ինքը կամենա։ Բարի լույս ձեզ։